Սիրելի հեռուստադիտողներ, անշուշտ սխալված չենք լինի, եթե ասենք մեր երաժշտարվեստի ամենակենսախինդ, ամենաուտող խմող թողներ են ինձ այս բառի համար, ներկայացուցչին ու նրա դստերն ենք մենք այս պահի մեր տաղավարում հյուրընկալվել, ով կտրվել է թերևս իր տան թողու բոհից, գուցե որոշակի բաների պատրաստումից եւ վերոնշեց, որ բլինչիկն ու խոզի բուդը իր վրա է, ծոտ նստած սպասում են նրանց տանը։ Եվ այսպես կարճ ամփոփենք եւ բարձր ծափողություններով դիմավորենք։ Կամո Սեյրանյան եւ Սեդա Սեյրանյան։ Լուիս այսպեսի տոնական փրփրուն բարի լույս։ Բարի լույս։ Բարի ժողովուրդ ջան, միանգամից Անչափ հաճելի է հենց այսօր հյուրընկալել ձեզ մեր տաղավարում։ ժողովրդի գալիք նորտանի շնորհավոր ենք ժողովուրդ ջան։ Աստվածտա թող ուրախ տարի գա։ Մարդ ոնց սկսում է, չէ, տենց էլ տարին ամբողջ տարի շարունակում է։ Թող ուրախ դիմավորենք, որ ամբողջ 2026-ը միասին ոնց որ դուք նշեցիք, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Այո։ Առողջ տարի։ Այո։ Սեդա ջան, մի բան դուք ասեք, խնդրում եմ։ Միանում եմ հայրիկիս շնորհավորանքներին, մեր հայ ազգի ամանորն ու սուրբ ծնունդը շնորհավորում եմ, ամենալավն ու բարին եմ ցանկանում բոլորի օջախներին։ Կամո ձեր բնակարանում էլ իսկապես հայկական է, ավանդական խառը օր է այսօր, որ ամեն մեկը մյուսի վրա մունաթագալի վառվեց, արագ նայեք, հետևեք, խառնեք սալաթը, կրեք մի 3 հյուրերի համար։ Համար է, սեղանին դեռ պիտի դրվի։ Բոլորի տունը նույն վիճակն է։ Ոչ թե մենակ մեր տանը, ցանկացած հայ օջախում նույն երուզերն է, նույն խառնաշփոթն է։ Ձեր տանը միշտ է այդպես։ Ձեզնից երևում է։ Մեր տանը տարին 12 ամիս։ Մի քիչ ձմեռվա ամիսներին հանգստանում եմ։ Խաշն եք անցնում թերևս։ Դա լավ է գիտեք։ Բայց ամառը Կամ Քրիստին հյուրընկալել եք, ինձ ոչ։ Այդպես դեպք չի եղել։ Շնորհակալություն։ Որտեղ մենք միասին ենք միշտ աշխատում։ Հաստատ որ Արհեստները այդեք։ Նոր տարում ձեր տուն ենք գալու առաջին ուրեմն։ Օպերատորներով, ռեժիսորներով։ Պետք չի, պետք չի։ Չէ, արդեն դու Համահանում ես Արջին գերություն եք անում։ Արդեն ես ազիզորով արջին գերություն ես Լրիվ Թերեզա առհավետ։ Եթե անգամից լրացնում եք ամեն մեկ օր է մնում, 26-ին վստահ եմ ավելի։ Ձյու տարի է։ Բարության, սա քո վրա տանը ինչն է ամանորին, մթնոլորտ կլինի, տոնածառի զարդարում, դու ձեր տան ձյունանուշն ես, թե վասքանողը հայկական աղջիկների նման։ Ամեն ինչ, չգիտեմ, ինչով որ պետք եմ գալիս, օգնում եմ։ Մենք դե ժամանակի ընթացքում ենք պատրաստվում, միանգամից այդ օրը չի, որ ամեն ինչ, չէ, ունեցից չէ, բայց դեկտեմբեր ամսվա սկզբից քիչ մտածում ենք ամեն ինչի մասին։ Վստահ հյուրերի մասին։ պակաս չեք ունենում, հայկական օջախների նման ձեր բնակարանն էլ այդպիսին է։ Բայց այսպես կերուխումից անցնենք մի փոքր մշակութային, բում մշակութային հատվածի, թերև կերուխումն էլ ձեր մոտ մշակութային երանգներով է ուղեկցվում։ Եթե նկատել եք, ես համատեղել եմ։ Ձեռքիս համը, դուդուկիս դամը։ Վաու։ Երբևիցե չեք հանդիպել։ Փառահեղ համադրությունն է։ Ո՞նց գիտեք, որ ուտող խմող եմ։ Իմ ցանկացած ուտել խմելու Դա մեզ գրել է ռեժիսորը եւ ասել է այդպես։ Ձերքիս համը, դուդուկիս դամը, ես համատեղել եմ Մենք արվեստը ալկոհոլ ենք։ Խոհանոցի հետ։ Եվ եթե ամփոփելու լինենք, անցնող տարին հաշված ժամեր են մնում ըստ էության։ Ինչպիսին էր տարին ձեր ընտանիքի, ձեր համար մշակութային այսպես բառ ներկայացուցիչներն եք դուք մեր։ Շատ լավ տարի եմ ես կոնկրետ ունեցել ու իմ ընտանիքը եւս մենք միասին ենք շատ հանդես գալիս լի համերգներով, լի գեղեցիկ միջոցառումներով։ Տա Աստված 2026-ին ավելի մեծ հաջողությունների հասնենք ու ընդհանրապես բոլոր արվեստի ներկայացուցիչները։ Այ մենք խոսում ենք արտավորեցնող է, չէ՞։ Նման արտիստի դուստրը լինելը։ Հա, իհարկե։ Եվ մուտք գործելը ոլորտ, ինչպես էր։ Այո, շատ պարտավորեցնող է այնքանով, որ պատասխանատու ես ոչ միայն քեզ համար, այլ ծնողիդ անվան համար։ Յուրաքանչյուր արված բան շատ մեծ խոշոր պրիզմայի տակ է, բայց մենք չենք վախենում դրանից, մենք անում ենք։ Ես օգտվելով առիթից, քանի որ 2026-ին մենք շատ շրջագայեցինք, ես Սեդան, Լևոնը, տղաս Ռուսաստանի Դաշնությունում հայաշատ քաղաքներում մոտ մի 20 օր առաջ վերադարձանք Սիդնեից, Ավստրալիայից։ Աշխարհի ծայրը։ Փարիզում համերգ ունեցանք, նկարահանումներ ունեցանք տարբեր տեղի։ Օգտվելով առիթից ուզում եմ բոլոր մեր դրսի հայերի ամանորն ու Սուրբ Ծնունդը միասին շնորհավորենք։ Սփյուռքում գտնվող մեր հայերի։ Ժողովուրդ չեք պատկերացնում,
ամեն անգամ որ մենք գնում ենք հետ են գալիս, ես շքան ողջևորված եմ ու շքան չեք պատկերացնում ինչքան լավ հայեր ունենք, որ գնում ենք հայկական եկեղեցիները, հայկական դպրոցները, փոքր երեխեքը Ռուսաստան ծնված մեծացած երեխեք են հայերեն չեն կարող խոսան, բայց իրանք արդեն հայերեն պարում են, հայկական են պարում։ Ազգային այդ ոգին վառ պահելու։ Սփյուռքը շատ կարևոր է մեր համար։ Մեր Սփյուռքի ժողովրդին եւս ցանկանանք առողջ լինեն, բոլորի օջախներում թող նույնպես ուրախություն, հաջողություն, սեր, երջանկություն թող։ Շնորհավորում ենք Սփյուռքի, հեռավոր եւ մոտ Սփյուռքի մեր հայրենակիցներին, թող տարին արգասաբեր լինի։ Ձեզ համար ամանորը ինչ խորհուրդ ունի։ Ձեր ընտանիքի համար, ինչի հետ եք ասոցացնում անցնող եւ եկող տարին։ Իմ համար ընտանեկան տոր է։ Հավատացեք, որ ես շատ ժամանակ շատ ուրախ եմ եղել, որ ամանորի գիշերը շատ կարևոր առաջարկ չեմ ունենում, երադասում եմ տանը ծնողներիս հետ, իմ քուր աղբերների հետ, իմ հարազատների հետ, իմ ամենամտերիմ մարդկանց հետ։ Այս տարի ես եւ Քրիստը եւս մտերիմների շարքում ենք լինելու։ Շարքում եք։ Հաղորդում եմ վերջացնում ենք ու միանգամից գնում ենք մեր տուն։ Ինչին ենք մասնակցելու, արդեն սեղանը գցած կլինեն, թե մենք էլ ենք մասնակցելու։ Ես այդ հատվածին չեմ միանալ։ Եթե հիմա եք գալիս, դուք պետք է օգնեք։ Ձեզ աշխատացնելու եք։ Կամոջան մոռացեք բարձրական առաջարկը։ Մենք գիշերը կգանք, քիչ Ամանորը շատ լավ տոն է ու չեք պատկերացնում ամանորից հետո միանգամից Սուրբ Ծնունդ իսկ թվում է ամենակարևոր տոներից մեկն է։ Քիչ անց եւ Սուրբ Ծնունդը։ Այստեղ մենք հնարավորություն ունենալու ենք տեսնելու եւ համտեսելու ձերից ձեռան պատրաստված համեղ կերակրատեսակը։ Հյուրանոցային համալիրի այդ հնարավորությունը ձեռելու է։ Հենց այնպես չէին մենք ձեզ հրավիրել։ նախապես ամեն բանի մասին տեղեկացրել ենք եւ դուք տվել եք ձեր բանավոր համաձայնությունը։ Ճիշտ ասած ես կոնտրակտս չեմ ստորագրել։ Ստորագրել եք։ Ներկայացրեք ամեն բան ստորագրել եք ամեն բանը։ Ինչ ավանդույթներ ունեք դուք տանը, որ օրինակ կամ որոշակի ավանդույթներ, որ դա պարտադիր պայման է Սեյրանյանների գերդաստանում, դա պետք է լինի եւ որևէ տարբերակ չկա դրա բացակայության։ Հայ մարդու տանը ի՞նչ է տեղի ունենում։ Այնպես չի մերը, չգիտեմ, պոզով ոչով։ Կերուխում հայկական եթե։ Չան, շնորհավոր տարի 12-ը խփեց, իրար փաթաթվեցին, կենանք խմանք, ով Ու գնացին գոհ։ Դաշերունի, մեծերը գնում են քնելու, երիտասարդները գնում են վայելելու։ Փաթաթվելուց ասացիք, փաթաթվելու ժամանակ նաև սիրում են նվերներ միմյանց մատուցել։ Ձեր ամենասիրած պահը, օրինակ իմ համար ամենասիրած պահերից մեկը հենց նվերն է։ Այդ արարողությունը ձեր համար։ Իհարկե, բոլորիս այդպես մարդ չկա որ նվեր չի սիրում։ Ձեզ նման ենք։ Մենք ոչինչով չենք տարբերվում։ Իսկ Secret Santa խաղում եք տանը, թե ավանդական ձևով։ Պապան բոլորին նվերներ է առնում։ Բալաջան դες ֆիլմը բարը մի ասեմ, մենք ավանդական հայկական։ Գիտեմ ես պայմանները։ Մենք եկած նվագած Պիտի հասկանանք արդեն։ Դու գիտես Secret Santa, դուքի մեջ գրել եք այսպես էս պիցայից փոկեք, մյուս ծայրից թղթիկը դուրս գա։ Խնդրեմ մյուս տարի այս կառուցողական իդեան անվճար ես։ Մեր սեղանից ձեր ճոխ սեղան։ Մանկության ինչ հուշեր ունեք օրինակ, կլինի հեքիաթի, կլինի տպավորված դե Չարենցավան եմ ծնվել մեծացել։ Դե այն ժամանակ սենց առաջ չէր ամեն ինչ։ Մանդարինի հոտը հենց նոր տարին էր։ Խաղալիքների խանութում լավ բանը 10 ամբողջ քաղաքում մտներ թե չմտներ։ Գիշեք սենց բան կար, սենց ինքը այդ ավտո էր մագնիսով ու դու ռուլով քշում էիր։ Այդ ես պիտի հիշեմ։ Ես եւ Սեդան ոչ, մենք պետք է բայց հիշենք։ այսպես ուշ-ուշով կլսենք ձեր հուշերը։ Այս լավագույն հուշերն են ասեք մեզ։ Ես հիշում եմ այդ ես միշտ ուզեցել եմ այդ խաղալիքից ունենամ ու առավոտը արթնացա մեր տոնածառի տակը ծնողներս ինձ նվեր էին առել։ Էդի լավ հիշում եմ։ Փոքր վախտել եմ մեծ եղել։ Իսկ հիմա ոնց որ ավելի լավ է մանկանանք ու հավատանք։ Հիմա ավելի երիտասարդ։ Գիտեք ինչից։ Ես միշտ մեծերի հետ եմ շփվել։ Այսինքն որ հավաքույթներ մեր ընտանիքներում բան չէ, մեծերը որ կարթ էին խաղում, չգիտեմ զբաղվում էին, ես ավելի շատ գնում էի մեծերի մոտ, կամ մեծերը դուրսը կրակ էին վառում, ես այդ էփել թափել էի մոտ սաղ եկել է այսքան ժամանակից, այսքան փոքր ժամանակից, միշտ սիրել եմ մեծերի կողը կանգնեմ, դա համար շատ բաներ չեմ հիշում իմ մանկությունից։ Սեդա ձեր դեպքում ավելի քիչ ժամանակահատված է անցել մանկությունից, դուք ինչ վառ հուշ կհուշեք։ Գուցե հուզեք հայրիկին այս բանը, այնպեսի բան ասեք, մեր եթերում կլացի Կամո Սեյրանյան։ Դժվար հուզեմ։
մեր իրականում սերունդը դարձնում դու եկել ես ու ես դարձած։ Սատանի մայլի պատմությունը հեռացված եմ աշխատանքից տես ներքին հույզեր ունեմ այս իրականում ես միշտ լսելով մեր նախորդ սերնդի հուշերը, հիշողությունները, ես հասկանում եմ, որ մեր սերունդը ոչ մի հետաքրքրություն չի ունեցել, սկսած ամանորից, վերջացրած մնացած տոներին, շատ ավելի սովորական ու ավելի իրոք սովորական ա եղել բոլորիս համար ամեն բան, քանի որ ամեն ինչ եղել է։ Արդեն հասանելի Բայց ես ամեն ինչ հասանելի ավելի շատ ու ցավալի է դա, որովհետև այն ամանորյա հրաշքը, որ բոլորը երազել են, որ գա այդ օրը կամ հավատացել են, երևի մեր սերունդը այդքան էլ չի հավատացել դրան։ Եկեք եզրափակենք Այդուհանդերձ, ձեր այո, մենք չենք կարող Գամո Սեյրանյանին բաց թողել առանց կատարման եւ մենք ունենք նաեւ փոքրիկ անակնկալ խոհանոցային հատված է լինելու։ Մենք վայելելու ենք Գամո Սեյրանյանի կատարումը, դուք եւս մեր հարգելի եւ սիրելի հեռուստադիտող այս 1 տարվա ընթացքում մենք ձեզ հետ ենք այսպես կողք կողքի քայլել եւ նաեւ Նրան կմիանա անշուշտ նաև դուստերը Սեյդան, դրան կհաջորդի նաև համեղ ուտեստի պատրաստումը անձամբ Գամո Սեյրանյանի կողմից։